Մենք հայերս աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ու հոգևոր արժեքներ կերտած հավատի ու եկեղեցու շնորհիվ պատմության ամենադաժան փորձություններով անցած ժողովուրդ ենք։ Մեզ հայերիս հայ դարձրել ու պահել է հավատն ու եկեղեցին։ Այսօր ստիպված ենք խոսել այն մասին, որ մեր գլխավոր ազգային ինստիտուտներից մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցին թիրախավորվել է մեր իսկ երկրի իշխանությունների կողմից։ Եկեղեցին ունի իր զավակների կարիքը ու մենք վստահ ենք, որ շարժումն ունի ամբողջ ներուժն ու հավատը եկեղեցու կողքին կանգնելու եւ ազգային արժեքները վերականգնելու համար։ Սա մեր աշխատանքային խմբի առաջնահերթ անելիքներից մեկն է։ Մեր առաջ մեծ ու հստակ նպատակ ենք դրել նաեւ, որը կոչվում է քրիստոնեության կենտրոն Հայաստան։ Մենք կարծում ենք եւ ավելին վստահ ենք, Հայաստանը կարող է եւ պետք է աշխարհում լինի քրիստոնեության կենտրոն, իսկ Էջմիածինը ուխտավորների հավաքատեղի։ Բոլորս գիտենք, որ պատմականորեն քրիստոնեությամբ է ձևավորվել մեր ազգային կոդը, մեր մշակույթն ու կենցաղը, բայց այսօր մեր հասարակություն ներխուժած ամենաթողությունն ու անպարկեշտությունը մեր ժողովրդի առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, ինչպիսիք են թմրամոլություն, խաղամոլություն եւ այլն, հնարավոր չէ հաղթահարել առանց հասարակության բարոյահոգեբանական միջավայրի բարելավման, առանց իրավի քրիստոնեական մոտեցումների։ Ու սա խնդիր է, որը իզորու ենք լուծել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ միասին։ Պարզ է, որ նման արդյունքների հասնելու համար եւս համակարգած աշխատանք է հարկավոր, որը պատրաստվում ենք անել մեր ձևով։